Այսօրվա դրությամբ ունենք արդեն հնձված 57,000 հեկտարից մոտ 42,000 հեկտար գարու եւ ծորենի ցանքեր, իհարկե տարին բարենպաստներ ացատիկի մշակության համար եւ ունենք անախադեպ բերք, զուգահեռ շարունակվում են մթերման աշխատանքները եւ գյուղաճարության հիմնադրամը ուրեմն մթերում է անկախ սոզուդանյութից, բոլոր կարգի ծորենները մթերվում են 120 դրամով եւ այդ աշխատանքները շարունակվելու են անսահմանափակ քանակությամբ մթերման աշխատանքները շարունակվելու են։ Հաշվի առնելով, որ այդ գործընթացը պետք է եւ ընդունեք հողօգտագործողներից եւ ուղարկեք Հայաստանի Հանրապետություն եւ հնարավորություն տա պահեստին ուղակի որպեսզի տեղը հարմարացնի հետագա ընդունելության համար, կարող է ինչ որ չափով առաջանան, այսպես ասենք, խցանումներ, բայց որը տևում է ոչ ավել քան 1-2 ժամ։ Ուղղակի կոչ եմ անում բնակչությանն էլ համբերությամբ եւ գիտակցությամբ մոտենան, որ այդ գործընթացը այլ ձև հնարավոր չի կազմակերպել եւ ընդունել եւ հասկանում են բոլորի, որ ժամ առաջ, րոպե առաջ ուզում են իրանց բերքը հանձնեն, բայց կրկնում եմ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված այս իրավիճակն։ Հանձնված բերքի 20-25%-ի չափով սկզբում կստանան կանխիկ գումարի տեսքով, իսկ մնացած գումարը կարող են հանձնված բերքի դիմաց մարել բոլոր տեսակի պարտքերը եւ գյուղաճարության հիմնադրամին ունեցած եւ ջրային տնտեսությանը եւ մեքենատրակտորային կայաններին եւ բանկերում ունեցած ուրեմն պարտքերը մնացած գումարը իհարկե կանխիկ կարող են ստանալ ըստ ժամանակացույցի